Հայաստան դաշինքը կայացած եւ ճիշտ գաղափարներով հավաքված մի կորիզ է եւ պարոն Քոչարյանի գլխավորությամբ, քանի որ մենք շատ լավ գիտենք 10 տարի ինքը ղեկավարել է մեր Հայաստանի Հանրապետությունը եւ ունեցել ենք բազում առաջընթացներ եւ տնտեսության մեջ եւ արդյունաբերությունում եւ ռազմավարական առումով եւ նաեւ կարելի ասել արտաքին քաղաքականությունը մենք ունեցել ենք լայն ու ուժեղ հնարավորություններ։ Դրա համար ես պատրաստական կանգնած եմ Հայաստան դաշինքի կողքին եւ խորհուրդ կտամ այն չկոնվորոշվածներին միանան իհարկե Հայաստան դաշինքին եւ ընտարաջ գնանք ընտրություններին, որովհետեւ այս հաղթանակը շատ կարեւորագույն հաղթանակ կլինի բոլոր հայ ժողովրդի համար։ Սա այնպիսի հաղթանակ է, որը յուրաքանչյուր հայ քաղաքացի, գյուղացի պետք է ինքն իր կաշվի վրա զգա, որ մենք կանգնած ենք ամենածանր մարտահրավերների առջև։ Այսօրվա իշխանությունը պարզապես փորձում է ել ավելի տապալել մեր ինքնությունը, փորձում է մեր եկեղեցուն աղավաղել իր փնտի մտքերով, չեմ ուզում ավելի վատ արտահայտություններ ասել, քանի որ սա հրապարակվելու է, այնուամենայնիվ մենք ինքներս գաղափարակից մարդիկ, հայերս հասկանում ենք, որ այս իշխանությունը իրոք մեզ տարել է փլուզման, ունեցել ենք եռագի պարտություն, պատերազմի ենթատեքստով այսպես ասած, հանձնվել են Արցախը, ունենք կորսված տարածքներ, այս պահի դրությամբ, որը հենց հիմա գտնվում է թշնամու տիրապետության տակ մոտ 240 կիլոմետր եւ հայ ազգին ինչ է մնում, պետք է ոտքի կանգնի գաղափարով եւ կամքի ուժ ունենա, որովհետեւ փորձենք վերջնականապես կարգի հրավերենք, լավ այսպես ասած, այս ամեն ինչը, որը ի վերջո վերելու է հաղթանակի, չգիտեմ, ուրիշ բան չեմ կարող ասել, կարելի է շատ բան այո թվարկել, չգիտեմ, մեր տնտեսությունը փլուզված է, բոլոր երկրների հետ չունենք լուրջ հարաբերություններ, տապալված է դիվանագիտությունը, նաև կանգնած ենք, այսպես ասեմ, X պատերազմի շեմի վրա, որ իրանք ասում են, որ պատերազմի այդ պատերազմը հրահրում են հաստատ իրենք, ես համոզված եմ, որ իրենք չընտրվեցին, հաստատ Ալիևը այդ պատերազմը կհրահրի, որովհետև իր միակ երաշխավորը Նիկոլ Փաշինյանն է, որովհետեւ կարողանա էլ ավելի շատ տարածքներ վերցնել մեզանից։ Իսկ ես նկարագրելով Հայաստանի Հանրապետության պատմությունը, հայ ազգը, մեր հայկական մշակույթը, ես հույս ունեմ, որ այս 5000 տարվա պատմություն ունեցող ազգը հաստատ թույլ չի տալու, որ փլուզման տանեն այս իշխանությունը մեր երկիրը։ Հույս ունեմ հաղթելու ենք ամսի 7-ին, 17-ին։